Ուրեմն ես մի հարց ունեմ։ Նախ ուզում եմ իմանալ, կոմբինատի ղեկավարներից քանի հոգի է նաև ձեզանից ապրում այս քաղաքում։ Բնակվում գոնե շաբաթով, ամսով, մեր այս օդը շնչում, մեր ապրածը ապրում։ Էդ մեկ։ Երկրորդ հարցս, որ ասում եք 0.6% 17,000-ից քիչ է քաղցկերով հիվանդները։ Լսեք, ընդունված բան է, մի հոգու կյանքն է, թանկ է մարդկությանը համար, այսինքն 0.6%-ը քիչ է, որ քաջարանից հիվանդանում է, ոչ, շատ է, և այդպիսի բան հաջորդ անգամ թույլ մի տվեք, որովհետև սա քաջարանին վիրավորելու նման բան է, վիրավորում եք, ոչինչ էլի 0.6%-ը, ինչ է եղել, որ, այո, ռասխոդներ մատերիալ չեք մենք, երորդը, խնդիրը, որ ասում եք մեր ճանապարհին բանն է, ինչ է թափ կատար, թե ատվալ, հա, ռուսերեն, ես կներ այդ տերմինները հետևեմ։ Բա այն տակի գերեզմանները, որ թափվեն, ծածկվեն, ինչ եք անելու։ Այնտեղ գերեզմանոց է, քաջարանի գերեզմանոց եկել ասիլա, քաջարանի մեջ։ Էդ էլ երրորդ, ինձ հուզող հարց էր։ Այստեղ նամյոկներ են անում, այսպես կամաց էլի, այսպես շպիկաներ են բաց թողում, քաղաքը տեղափոխելու համար։ Ինչի համար։ Ինչի պետք է մենք մեր քաղաքը տեղափոխենք։ Ուր ենք տեղափոխելու։ Բա մեր գերեզմանները, իմ եղբոր գերեզմանը, եղբայրական գերեզմանատուն ուր պետք է տանենք, որ տեղափոխենք։ Հա։ Ինչի համար։ Երկրորդը, որ դուք մոնիտորինգ եք անում քաղաքում, մանկապարտեզում, հանում, ես ձեզ առաջարկ ունեմ։ Եկեք, բերեք մի հատ էլ այդ ինչ-որ բան ունեք ձեր оборудование, ինչ ակոչում եք, չգիտեմ ինչով եք չափում փոշին, բերեք մեր պատշգամբում դրեք։ Ես արդեն հոգնել եմ այս սենց, փոշի հավաքելուց։ Էդ էլ տենց։ Չորրորդը, եթե մարդ մի տեղ չի ապրում, չի կարա նրա սիրտը ցավա այդ տեղի համար։ Չորրորդը, հինգերորդը, չի կարա։ Չեմ հավատում ես ձեր խոսքերին, որ դուք այդքան մտահոգված եք մեր մասին։ Ոչ, դուք հովեկների նման գալիս եք, գնում եք, հազարապատիկ ավելի լավ աշխատավարձ ստանում, քան տեղացիները, քան ստացել ենք մենք, քան ստացել են մեր տնօրենները, միկրոֆոն դիչացրու Զոհրաբ, մեգախոսալու եմ։ Դու հարցը տվեք։ Հարց եմ տալիս, հարց եմ տվեք, ոնց քան աշխատում էին մեր Ֆրուզա Մայակիչ նման պատրիոտ իսկական հայրենասերը, որ քաջարանը ոչ տեղափոխեց, ոչ թողեց, որ քանդենես երկիրը, այսենց, հիմա քաղաքը, եթե դուք ուզում եք, վաքերի տեղն ասեք, որտեղով եք անցկացնելու, որ շրջանցում եք քաղաքը, կարող ա բերեք մեր հանդնել քանդեք, գյուղերն էլ քանդեք, բա ինչով ենք ապրելու, այդ դուք եք միլիոններ ստանում, ես ստանում եմ թոշակ, վարում եմ այգի ու ապրում եմ դրանով, տանելու եք իմ հողը քանդեք, են նրանց հողը քանդեք, են որ հանդեցիները, լեռնաձորցիները, վերև քաջարանցիները իրանք աշխատում են այդտեղ, ինչի համար, հոմեի օրվա համար չէ ես երկիրը, ով ասել, որ պետք է մի թափց այդքան տանեք, հերիք հայլի մեղք են այս ժողովուրդը, շնորհակալություն։ որ դուք այստեղ չեք ապրում ձեր մաբուտների ծերերում,